Հալեպում արդեն մի քանի օր էլ արված է իրավիճակը կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև բարեփոխումները վերաճել են քաղաքային մարտերի, բերելով քաղաքացիական զոհերի, նյութական վնասների եւ հազարավոր մարդկանց տեղահանման։ Բախումները սկսվել են հունվարի 6-ին Շեյխ Մաքսուդ Աշրաֆիե եւ Բանի Զեյդ թաղամասերում, որտեղ սիրիական բանակը սկսել է թիրախային գործողություններ Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերի ուղղությամբ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նպատակն է կանխել նոր էսկալացիան եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Ելնելով քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, պաշտպանության նախարարությունը հայտարարում է կրակի դադարեցման մասին Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե եւ Բանի Զեյդ թաղամասերի մոտակայքում տեղական ժամանակով ժամը 3-ին։ Զինված խմբավորումները պարտավոր են լքել տարածքը մինչև հունվարի 9 ժամը 9։ Նախարարությունը թույլատրել է հեռացող զինյալներին իրենց հետ տանել միայն անձնական թեթև զենք։ Սիրիական բանակը պարտավորվել է ապահովել նրանց անվտանգ դուրսբերումը երկրի հյուսիս-արևելք։ Միևնույն ժամանակ Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում ռազմական գործողությունների դեմ։ Ցույցեր են տեղի ունեցել Վանում եւ Մադրիդում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը կոչ է արել Սիրիայի դեմոկրատական ուժերին պահպանել Դամասկոսի հետ մարտին կնքված համաձայնությունը եւ ինտեգրվել Սիրիայի պետական համակարգին։ Ի պատասխան թուրքական քրդամետ հանուն հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությունը Սիրիայի կառավարությանը մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար, նշելով, որ թուրքական հայտարարությունները սրում են իրավիճակը։ Բախումները ծանր հարված են հասցրել նաեւ Հալեպի հայ համայնքին։ Հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլաներ թաղամասում հրասանդերի ընկնելու հետևանքով տներ են վնասվել։ Հրասանդներ են ընկել հայերի տների վրա, վնասները միայն նյութական են, բարեբախտաբար տուժածներ չկան։ Երբ կրակոցները սկսվում են, փողոցը մի քանի վայրկյանում դատարկվում է։ Հայ համայնքը կազմակերպել է ապաստարաններ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը բաց է մեր հայրենակիցների համար։ Ով իրեն ապահով չի զգում, կարող է գալ այդտեղ։ Դարմանատունն էլ է բաց բժշկական օգնության համար։ Արդեն կան ընտանիքներ, որոնք տեղափոխվել են եկեղեցի կամ ազգականների տուն։ Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է Սիրիայում զինված բախումների պատճառով, տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանի առցանց թռիչքների տեղեկատվական տախտակից։ Չնայած Սիրիայի իշխանությունների ավելի վաղ հայտարարած հրադադարին, Հալեպի օդանավակայանը շարունակում է փակ մնալ։ Այդուհանդերձ Հալեպում բախումների ֆոնին Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը։ Գանձասար հանդեսն էլ հաղորդում է, որ քաղաքում այժմ զգուշավոր հանդարտություն է, երբեմն կրակոցների ձայներով։ Սննդի խանութներն ու հիվանդանոցները շարունակում են աշխատել։ Հալեպի կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ հունվարի 6-ին սկսված մարտերի ընթացքում զոհվել է 6 սիրիացի, 55 խաղաղ բնակիչներ վիրավորվել են, 142,000 մարդ տարհանվել է անվտանգ գոտիներ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ հրադադարի նպատակն է մեղմացնել իրավիճակը, վերականգնել քաղաքային կառույցների աշխատանքն ու ապահովել խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ։ Սակայն մինչև զինված խմբավորումների ամբողջական դուրսբերումը եւ մարտյան համաձայնագրի լիարժեք իրականացումը Հալեպը շարունակում է ապրել լարված ու տագնապային։ Յուրաքանչյուր կրակոցի ձայնը հիշեցնում է՝ խաղաղությունն այստեղ դեռ շատ փխրուն է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։